Ողջույն, այս դասին կխոսենք, թե ինչպես իմանանք ինֆորմացիա CPU-ի մասին, հա։ Так, այդ հրամանը կոչվում է ls CPU։ Բերեք մի հատ manual page-ը նայենք, այսպես։ Display information about the CPU architecture, հա։ CPU-ի մասին ինֆորմացիա են ցույց տալի։ Ցույց է տալի, թե ինչ արխիտեկտուրայում CPU ունենք, ցույց է տալի քանի core ունենք, քանի thread ունենք, սոկետները եւ այլ ինֆորմացիա։ Իհարկե, output-ի հա մասին ամեն ինչ չենք կարող պատմենք, բայց եթե դուք ուզում եք ոնց որ կխորանաք, կարևորը թե հասկանալ, որ հրամանն է իմանալ, որ հրամանն է ցույց տալի ուրեմն CPU-ի մասին ինֆորմացիա, ls CPU, իհարկե այստեղ ամեն ինչը պարզ է, ես էլ չգիտեմ, հա։ Ուրեմն այստեղ տենում եք արխիտեկտուրայի մասին ինֆորմացիա, CPU մոդելը 32 բիտ 64 բիտ, հա, address size-ը, չգիտեմ, 8 CPU ունենք, տենում եք որ vendor-ն է արտադրել Intel Core, հա, այսքան մեգահերց կա, այսի family-ն է, քանի thread ունի յուրաքանչյուր core-ում, քանի socket ունի եւ այլ օգտակար ինֆորմացիա, մնացած ամեն ինչ ոնց որ դուք կարաք ինքներդ սովորել, այսինքն կարող Google անեք եւ այլն։ Так, տարբեր ուրեմն օպցիաներ ունի, հա, բերեք օպցիաներից մի քանիսը նայենք, բերեք սա մաքրենք, так այսպես ls CPU -e, սա ցույց է տալի extended format-ով, հա, որտեղ դուք կարող եք տեսնել CPU-ները, նոդերը, սոկետները, core-երը եւ այլ ինֆորմացիա։ Մյուս բանը, ուրեմն որ կարող եք անել, դա ls CPU parse-ն է, հա, parse։ Սա ուրեմն ցույց է տալու output-ը CSV, հա, ֆորմատի նման։ Սա է ամբողջ ինֆորմացիա։ Մյուսը որ կարող եք անել, դա -n է կամ -, օլա -ը գծիկ էլ կներեք, անգլերեն էր դա, կարող եք անել ls CPU -a -e extended format-ով, հա, ասենց։ Ու տեսնել ոնց որ output-ը, հա, տեսնել online եւ offline CPU-ները, Մյուսը որ կարող ենք անել, դա միայն ցույց տալ այն CPU-ները, որոնք ակտիվ են, ls CPU երկու հատ գծիկ online -e extended, այս CPU-ները ուրեմն ակտիվ են։ Offline-ը տեսնելու համար հավաքում ենք այստեղ offline, հա, տեսնում եք որ offline CPU մենք չունենք, 8 CPU ունենք, նրանք բոլորը աշխատում են, ls CPU JSON, կներեք JSON, այսպես JSON ֆորմատով ենք մենք տեսնում եւ էլ ինչ կարելի է այստեղ ցույց տալ, կարող եք այսպես անել ls CPU caches, նայել cache-երը, սա ուրեմն cache-երն են։ Так, հուսով եմ այսքանը, հա, երևի սա կարճ դաս է, ուղղակի իմացեք որ ls CPU հրամանի մասին։ Հետագայում նրա output-ի մեջ կարող եք խորանալ եւ CPU-ի մասին ինֆորմացիա հավաքել, իմանալ որ պարամետրը ինչ է։ Այսքանը է դասի համար, շնորհակալություն։